Չորեքշաբթի 24 ապրիլ 2025-ի առավոտյան Հայոց ցեղասպանության հիշադակին առիթով մարզական և բարեսիրական հայկական միություններու սկաուտական շքախումբերը իրենց շեփորախումբերով հերթապար դողանցեցին դեպի հայ կաթողիկե պատրիարքարան իրենց հարգանքի տուրքը մատուցելու պատրիարքարանի հրապարակին վրա գտնվող ապրիլյան նահատակներու համաշխարհային առաջին հուշագոթողին դիմաց, զետեղելով ծաղկեբսակներ և հնչեցնելով ազգային օրհներգներ, ներկայությամբ հայ երեք կուսակցություններու Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և Ռամկավար ազատական կուսակցության կուսակցապետներու և ներկայացուցիչներու։ Նույն օրը երեկոյան ժամը 5-ին Ժետաուի Հիսուսյան հայրերու Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակին վրա ի հարգանս մեծ եղեռնի բյուրավոր զոհերուն հայրապետական սուրբ և անմահ պատարագ մատուցանեց նորին ամենապատիվ և գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս 21-րդ տան Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարքը առընտերակայությամբ զմարու պատրիարքական կղերի միաբանությամբ մայրավանքի վարչականներեն հայր Վարդան վարդապետ Ճալուֆի և հայր Կարապետ վարդապետ Գլնջյանի, ներկայությամբ հայ և օտար համայնքի հոգևորականներու, դեսպաններու, հայ և օտար երեսփոխաններու, բարձրաստիճան հյուրերու, կուսակցական, ազգային, միութենական, մշակութային դեմքերու, հայ դպրոցներու տնօրեններու և հայազգի հարյուրավոր զավակներու։ Օրվան պատգամախոսն էր հայր Գրիգորիս ծայրագույն վարդապետ Սերենյանը, որ անդրադարձավ հետ հայոց ցեղասպանության վերակազմավորման և կյանքի վերակոչման հանգրվանի մասին, նաև շեշտը դրավ Ռաֆայել Պետրոս 21-րդ կաթողիկոս պատրիարքի տարած ջանքերուն զմարու միաբան Երանելի Իգնատիոս arczepiskopos Մալոյանի սրբադասման դատին հետապնդման աշխատանքներուն վրա, որ Սուրբ Աթոռի վավերացումով 2025-ի հոկտեմբերին հայազգի երանելին պիտի արժանանա սրբության հռչակին։ Ի վերջո, Սուրբ Մեսրոպի սկաուտախումբի և Հայ կաթողիկե միության պատանիներու ու շեփորախումբի առաջնորդությամբ գեղերական դասը և ներկա ժողովուրդը ուղղվեցան դեպի պատրիարքարանի հրապարակ կատարելու նահատակած աղոթն ու ծաղկեբսակներու զետեղումը։ Հիշադակն արդարոց օրհնությամբ եղիցին։